Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ես Աղասի Մանուկյանս, պետական շինարարության փորձագետ, ուղերձ եմ հղում ողջ հայությանը, Սփյուռք հայությանը, Հայաստանի քաղաքացիներին եւ այս ուղերձը կապված է այս փակուղուց դուրս գալու ճանապարհի ուղերձին, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ, կառուցել միասնական ազգ, հզոր պետություն, որպեսզի կարողանանք լուծել թե հայրենիքի հետ կապված խնդիրները, թե ազգաբնակության, թե անհատ քաղաքացիների հետ կապված խնդիրները, կառուցել կուռ միասնական մի հզոր պետություն, ինչ ճանապարհով կարելի է դրան հասնել։ Որպեսզի այս խնդրին անդրադառնանք, վերլուծենք մի քանի դրույթներ։ Առաջինը, անկախությունից հետո մենք հայերս չկարողացանք կառուցել այդպիսի պետություն, որպեսզի լինի միասնական ազգ, միասնական քաղաքական դաշտ, միասնական լինենք, հզորացնենք երկիրը եւ կարողանանք դիմակայել արտաքին թշնամիներին։ Որն էր այդ պատճառները։ Այսօր քայքայված է եւ բնակչությունը, եւ ազգը, նույնիսկ ընտանիքները։ Տեսեք, թե ինչքան դժգոհություն գոյություն ունի, որքան ընտանիքներ են քայքայվում, որքան չամուսնացած ընտանիք չկազմած երիտասարդներ եւ աղջիկներ գոյություն ունեն, որքան է ատելությունը տարբեր բնակային հատվածների միջև։ Հարաբերապես քաղաքական խմբավորների ինչ ատելությամբ է մեկը մյուսի նկատմամբ լցված։ Այս հասարակական բզկտված ու քայքայված իրավիճակում խոսել միասնական ազգ, միասնական պետության մասին անիմաստ է։ Բայց այս ամենը ունի իր պատճառահետևանքային կապը եւ այն բոլորովին կախված չի ազգային հատկություններից։ Այնինչ օտարները քարոզում են, թե իբր թե տվյալ պետությունը կախված է այդ ժողովրդի գենետիկական կամ այլ հատկություններից, սա դուք կեղծիք է, նպատակը մեկն է՝ բաժանիր որ տիրես, մեղքը գցել ժողովրդի վրա, թաքցնել նրանից տարրական գիտելիքները, որպեսզի ամեն քաղաքացի հիասթափվի ամեն ինչից եւ այդպես բզկտված այդ երկիրը դարձնեն իրենց շահերի առարկա, օգտագործել բնակչությանն որպես մսացու։ Այժմ խոսենք դաշնակիցների մասին։ Պատմության մեջ դաշնակից հասկացողությունը երբեք չի եղել։ Ցանկացած պահին դաշնակիցի շահերի ելնելով կարող է ցանկացած պահին դավաճանել, թիկունքից հարվածել։ Եվ այդ պատճառով միակ խնդիրը ցանկացած ազգի դա իր միասնականությունն է, իր կառույցներն են, որպեսզի ինքը հզորանա եւ իր խնդիրները առաջին հերթին հույսը դնի իր վրա։ Դաշնակիցը կարող է կարճ ժամանակահատվածում օգնել, բայց ամեն պահին վտանգ կա, որ նա կարող է իր շահերից ելնելով դավաճանել։ Հետևաբար միակ ճանապարհը հայ ազգի դա միասնական հզոր պետություն եւ ազգ կառուցելն է։ Այժմ խոսենք միասնության մասին։ Չէ՞ որ մեր ազգի մեծերը մշտապես շեշտել են միակ ազգի փրկությունը միասնությունն է։ Եվ միասնության համար այժմ մտածենք, թե ինչ է անհրաժեշտ։ Դրա համար որոշ պատկերացումներ կազմենք այն բարակապակցությունների վերաբերյալ, որոնք տարբեր տեղեր հնչում են, կեղծ կամ կիսատ պռատ, որպեսզի քաղաքացին դա հասկանա։ Առաջինը վերցնենք հայրենիք հասկացողությունը։ Շատերին թվում է, թե հայրենիքը դա հայկական լեռնաշխարհն է, այսինքն այդ հողը եւ ջուրը։ Իրականում դա կես ճշմարտություն է։ Հայրենիք ասելով մենք պետք է հասկանանք էություն, մեկ մարմին, որի որպես մարմին հանդես է գալիս այդ տարածքը, հայկական լեռնաշխարհը հայերի համար հայրենիքն է, իսկ նրա հոգին ազգն է։ Նա նման է մարդու էությանը։ Մարդն էլ մարմինը պարզապես նյութ է, բայց ունի նաև հոգի։ Մահանալուց հետո հոգին երբ որ հեռանում է, մարմինը պարզապես նյութի է վերածվում։ Այսինքն հայրենիք ասելով մենք պետք է հասկանանք ազգ եւ հայրենիք մեկ միասնական էություն,
Եթե ասում ենք հայրենասեր է, դա նշանակում է նա սիրում է հայ ազգի ցանկացած անդամին, ցանկացած հայ երեխա, պապիկ, տատիկ, աղջիկ, նրա քույր եղբայրն են, պապիկ, տատիկներն են, այսինքն նրա մոտեցումը պետք է լինի ընտանեկան, միայն հողու ջուրը չէ հայրենիքը, հայրենիքը դա միասնական մարմին է, ազգը եւ հողատարածքը միասին։ Այժմ խոսենք պետության մասին։ Պետությունը դա միասնական կառավարմամբ մի ժամանակ տարածք է իր բնակչությամբ, որտեղ իշխանությունն է այդ պետության տերը եւ այն կարող է լինել բավականին հեռու ցանկացած հայրենիքից, ժողովրդի հայրենիքից։ Օրինակ հայրը կարող է իր պետությունը կառուցել, ասենք Ամերիկայում կամ որևէ տեղ, բայց հայրենիքի հետ կապ չունի նա։ Պետության տերը միշտ լինում է տվյալ պետության իշխանությունը, ոչ թե ժողովուրդը։ Հայրենիքի տերը ազգն է, բայց պետությունը բավականին բարդ է, այժմ գործող բոլոր պետությունների տերը այդ իշխանություններն են, ոչ թե տվյալ երկրի բնակչությունը։ Այն ինչ որ քարոզ է տարվում, թե ժողովրդավարություն գոյություն ունի, դա կեղծիք է։ Իրականում կանցնենք այդ ժողովրդավարության հասկացողությանը եւ որոշ խնդիրներ կբացենք, որպեսզի հասկանալի լինի։ Այժմ խոսենք արդարության մասին։ Ցանկացած նորմալ մարդ ցանկանում է արդար միջավայրում ապրել, որպեսզի արդարություն լինի, ճշմարտություն լինի։ Բայց արդարությունը պետք է հասկանանք, որ մեկ հնարան ունի, դա ճշմարտությունն է։ Իսկ ճշմարտությունը չի կարող լինել իմը եւ քոնը, այն ինչ որ տարածվում է, քարոզվում է։ Գոյություն չունի երկու ճշմարտություն, իմ եւ քո, հայի կամ ամերիկացու կամ ֆրանսիացու։ Ճշմարտությունը մեկն է։ Ցանկացած մեկ ստորակետի մեկ փոքր շեղումը կարող է 170 աստիճանի արդարությունը վերացնել։ Հետևաբար այդ քարոզը թերբեթե գոյությունի տարբեր ճշմարտություններ իրականում կեղծ են։ Ճշմարտությունը դա այն հիմքն է, որի վրա հիմնվում է արդարությունը։ Չկա ճշմարտություն, կա կեղծիք, սուտ, ուրեմն արդարություն գոյություն ունենալ չի կարող։ Դա միշտ կեղծիք է իրենից ներկայացնում։ Այժմ անցնենք միջավայրի ձևավորմանը։ Մենք անցնում ենք այն գլխավոր խնդրին, որից կախված է ազգի միասնությունը, որից կախված է մեր ապագան։ Որպեսզի հասկանանք այս երևույթը ամբողջությամբ, եկեք պատկերացնենք բնությունը։ Մարդը եւ բնությունը բնության մասնիկ է։ Բնությունում ցանկացած տարածք ձևավորվում է հողի, ջրի, օդի եւ ջերմության միջոցով։ Որոշ ազգերում օդը եւ ջերմությունը ներկայացում են քամու կամ կրակի, ասենք Եգիպտոսում, հին Եգիպտոսում, բայց դա 4 էլեմենտներն են, որոնց միջոցով ձևավորվում է տվյալ միջավայրի բնության մեջ։ Մարդկային հասարակությունը նույնպես 4 էլեմենտներ են, որոնք մեծ դեր են խաղում հասարակության ձևավորման ընթացքում։ Այսպես մի որոշ օրինակ բերենք, օրինակ Դավիթ Ստեփանյանի Զորավար Անդրանիկի մասին փաստագրական ֆիլմում հետաքրքիր մի դրվագ գոյություն ունի, խորհուրդ կտայի դիտել այդ ֆիլմը, շատ հետաքրքիր է եւ փաստագրական է, շատ փաստեր, այնտեղ ժողովրդի մեծամասնությանը բացարձակ տեղյակ չէ։ Այնտեղ բերվում է Նախիջևանում տեղի ունեցող դեպքերը, երբ մեծահասակները իրենց շահերից դավաճանում են, բնակչությունը պասիվ է, արդյունքում կոտորվում են, Զանգեզուրում հակառակը։ Այդ երևույթը չկա եւ պաշտպանվում են եւ փրկվում է եւ Զանգեզուրը եւ բնակչությունը։ Այսինքն նույն հայերն են։ Այնտեղ ուրիշ ազգի մասին խոսքը չի գնում, բայց մետեղ այլ վերաբերմունք է, մյուստեղ այլ։ Բերենք նաեւ պատմության մեջ հունական պատմությունը, Աթենք եւ Սպարտան։ Մեկտեղ այլ միջավայրեր, հայրենասերներ եւ այլն, մյուստեղ առևտրականներ, բայց նույն ազգն է, նույն հունացիներն էին։ Այսինքն խնդիրը այստեղ ազգերի մեջ չէ։ Խնդիրը այն միջավայրի մասին է խոսքը, որտեղ որը ձևավորում է տվյալ համայնքում, պետությունում, այսինքն ամեն ինչ 90%-ից եւ ավելին կախված է միջավայրից, ոչ թե անձերից, կախված է այդ տվյալ համայնքում, տարածքում, պետությունում, միշտ միջավայրը ձևավորված։
երեխան ինչ միջավայրում է մեծանում։ Եթե երեխան անտառում է մեծանում, ապա նա երբեք հավատացեք նորմալ մարդ երբեք չի դառնա։ Կենթանիների հետ է մեծանում, ուրեմն նա նմանվելու է այդ կենթանիներին, չնայած ինքը մարդ է։ Այս կոպիտ օրինակը բերեցի այն առումով, որ հասկանաք, թե ինչ հզոր դեր է խաղում միջավայրը։ Նույնիսկ ամենալավագույն ծնողների դեպքում, լավագույն դաստիարակության դեպքում, եթե միջավայրը այլ է, եթե քարոզը նույնիսկ, չգիտեմ ինչ սրբեր են քարոզում, եթե երեխան դուրս է գալիս միջավայրից, միջավայրը հակառակն է ապացուցում, իրականությունը այլ է, ապա շատ քչերն են փրկվում, շատ քչերը կարող են ամուր լինել եւ չսայթակել։ Դա կարող են բերել հասարակ օրինակ 1988 թվականի ազգային զարթոնքում, չնայած ողջ ազգը չէր, որ միավորվել էր ոտքերի կանգնել, բայց միավորվածներից տեսեք քանի տոկոսը պահպանեցին իրենց ազնվությունը, չգայթակղվեցին իշխանությամբ կամ հարստությամբ, չնչին տոկոս, այդպես է բոլոր ազգերի մոտ։ Մարդկության մեջ հասարակությունը որ ասում են 90%-ից ավելին միշտ զոհ է գնում հասարակական միջավայրին։ Նա հարմարվում է այդ կյանքին եւ գործում է այն դրվածքով, որը գործում է տվյալ համայնքում։ Այսինքն միջավայրը հսկայական դեր է խաղում։ Նրանից կախված է 90%-ից ավելին։ Հետեւաբար միջավայրի ձևավորումը դա ամենակարևոր խնդիրն է։ Իսկ պետությունը դա այն կուր տարածքն է, որտեղ մենք ինքներս պետք է ձևավորենք այդ միջավայրը եւ ինչպես ձևավորվենք։ Ես ասացի, որ բնության մեջ այդ 4 էլեմենտներն են, հասարակության մեջ եւս 4 էլեմենտներն են։ Այժմ ասենք քաղաքակրթությանը։ Գիտենք, որ ազգերի, ասենք, բնության մեջ այդ 4 էլեմենտներն են, մարդկային հասարակության մեջ եւս 4 էլեմենտներն են։ Առաջինը լեզուն է։ Դա ընդհանուր լեզուն է, որը տվյալ համայնքը միավորում է, շփվում են իրար հետ, եւ այդ լեզուն շատ կարեւոր է, որ միասնական լինի, ընդհանուր լինի թերություններից հեռու։ Հայաստանում մենք ունենք ընդհանուր լեզու, աշխարհաբար, ունենք նաեւ գրաբար։ Չնայած եւ աշխարհաբարում եւ գրաբարում հսկայական թերություններ կան, բայց գոյություն ունի։ Լավ կլիներ, որ այդ թերությունները չլիներ, միասնական լիներ։ Այս մեկ էլեմենտը գոյություն ունի։ Երկրորդը անցնենք տնտեսական համակարգին։ Տնտեսական համակարգը այն ինչ որ գործում է Հայաստանում, ընդհակառակը ոչ թե օգնում է միմյանց, ասենք, միասնական լինելու, բարի վերաբերմունք սեփականին, հարևաններին, պետությանը, հայրենիքին, այլ ընդհակառակը զարգացնում է էգոիզմը, եսասիրությունը, ամեն ինչի ձգտում են փողի եւ իշխանության, հարստության դիրքի։ Այսպիսի տնտեսական համակարգը երբեք չի կարող բերել ազգի միասնությանը։ Միշտ նախանձը գերակայելու է, միշտ ոչ թե լավագույնն առաջ գնալու, այլ այն մարդը, ով հնարավորություն ունի, ով հնարավորություն է ստացել, այսինքն թե այն օրինական կամ անօրինական, բոլորովին կապ չունի։ Այսինքն անանարժանին միշտ բարձրանալու է։ Եվ հաջորդը քաղաքակրթությունը։ Եկեք տեսնենք, Հայաստանում հայերի մոտ միշտ էլ եղել է քաղաքակրթական ինչ-որ նորմեր։ Պահպանվել են հնուց, ինչ-որ չափով պահպանվել են անհատների կողմից, եկեղեցու կողմից, գերդաստանների կողմից ինչ-որ չափով, բայց այդ ամեն ինչը ճիշտ է, սխալ, այժմ վերանում է։ Պետք է ճիշտ ընկալենք, աստիճանաբար ընկնում է իր պատյաններից եւ գալիս են արևմուտքից, թե եսին որտեղից նոր քաղաքակրթական նորմեր, որոնք կամաց սկսում են իրենց արմատները գցել, քայքայելով եղած ընդհանուր արժեքները։ Այսա նշանակում է, որ մենք ընդհանուր քաղաքական նորմեր գոյություն չունենք ընդունված այդպիսի համակարգ, որը թե երեխային, թե մեծահասակին դնի այդ քաղաքակրթության նորմերի մեջ։
Հաջորդը կառավարական համակարգն է։ Կառավարական համակարգը Եկեք արդեն նշեցինք լեզուն, նշեցինք տնտեսական համակարգը, քաղաքակրթությունը եւ ամենակարևորը կառավարման համակարգն է։ Կառավարման համակարգը արիական քաղաքակրթությունից հետո փլուզվելուց հետո տեղի ունեցավ իշխանության կենտրոնացում, թագավորներ, փարավոններ, իշխաններ, ազգային ժողով, նախագահներ, պրեզիդենտներ, այսինքն բոլորը բուրգաթև կառավարման համակարգեր են։ Այս կառավարման համակարգը, որպես բուրգաթև կառավարման համակարգ, երբեք չի կարող ծառայել ժողովրդին։ Եթե ինչ-որ անհատներ կամ թագավոր կամ նախագահ կամ ինչ-որ կուսակցություն այս կերպ բախտի բերմամբ դարերի ընթացքում կարող են հայտնվել իշխանությունում եւ մտածել ժողովրդի մասին, ապա ընդհանուր այս համակարգում մշտապես դա հատուկենտ է լինում կամ ընդհանրապես դարերի ընթացքում չի լինում։ Հետեւաբար բուրգաթև կառավարման համակարգը ավելի շատ ծառայում է հենց իշխողներին կամ նրան իրենցից ավելի հզոր ուժերին կամ ասենք արտաքին ուժերին։ Եվ ասել թե գիտեք ինչ, այս կուսակցությունին հեռացնենք, այս անձին հեռացնենք, մյուս անձին բերենք, ոչ մի բացարձակապես ոչ մի երաշխիք չունեք, որ այդ անձը կամ այդ խմբավորումը նույն կերպ չի վարվի ժողովրդի հետ։ Այսպիսով մենք ունենք այդ համակարգերից միջավայր ձևավորման միայն այսպես ասած քիչ տեսած լեզուն, մնացած երեքը բացարձակապես վնասում են ազգի միասնությանը, հավատքին, միասնականությանը, զարգացմանը, այս բոլոր համակարգերը դեմ են։ Սա ձեռնտու է արտաքին ուժերին, որտեղ այդ համակարգերի շնորհիվ նա կարող է տիրապետել տվյալ ազգը կամ տվյալ երկիրը բուրգաթև կառավարման գլուխի ձեռքը վերցնելով։ Այսպիսով անցնենք ճանապարհին կամաց, թե ինչպես կարելի է այս ամեն ինչը շտկել։ Ժողովրդի մոտ այս բզկտվածությունը վերացնելու համար պետք է հասկանալ, որ եթե ինչ-որ բանի շուրջ մենք համախմբվում ենք, մենք չենք կարող համախմբվել ընդդեմ ինչ-որ մեկի, ընդդեմ ինչ-որ խմբավորման, մենք կարող ենք համախմբվել հանուն։ Մենք չենք կարող ատելությամբ համախմբվել, մենք կարող ենք համախմբվել միայն սիրո հիմքի վրա։ Մեր հայրենիքի, մեր զավակների, մեր քաղաքացիների, նրանց հանդեպ սիրո հիմքի վրա։ Այսպիսով համախմբումը կարող է տեղի ունենալ միայն այդպիսի պետության, ազգային պետության կառուցման շուրջ։ Ազգային պետություն ասի այդպիսին, որպես այդպիսին գոյություն չունի աշխարհում, բոլոր պետություններում ժողովրդավարություն գոյություն չունի, իսկ ազգային պետություն դա նշանակում է ազգի մասին ցանկացած քաղաքացու մասին հոգ տանել, իսկ դա կարող է լինել միայն ժողովրդավարական պետությունում, որը առայժմ գոյություն չունի Եվրոպայում, նույնպես բուրգաթև կառավարման համակարգ է։ Մանրամասն չեմ ուզում անդրադառնալ, որտեղ կարող է ինչ-որ նախագիծ ներկայացնեմ, իսկ կարող է մի հեռավոր անկյունում մեկը 1000 անգամ ավելի լավ նախագիծ ներկայացնի կամ մեխանիզմ առաջարկի։ Այժմ անդրադառնանք հետևյալ խնդրին։ Մինչ այժմ այս 35 տարվում ինչու այս հարցերը չեն բարձրացվել։ Ես շեշտեցի, որ իշխանությունը, պետական չինովնիկները ծառայում են իշխանությանը, որոնց ձեռ չի տալիս, որ իշխանավորը դառնա ծառա, ասենք ժողովրդի կողմից ընդունված աշխատող։ Լրատվությունը նույնպես։ Լրատվությունը դա ծառայում են անկախ լրագրողի կամքից, ինքը ծառայում է կամ գործում է այնպես ինչպես իր տերն է ասում։ Հետապես հույս դնել թե լրատվամիջոցները այս թեմաները կբարձրացնեն, չեն բարձրացել ու չեն էլ բարձրացնի, չնայած այդ թեմաները հնչել են 90-ական թվականներից։ Պետական շինարարության խնդիրները, սահմանադրության հարցը, քաղաքակրթության հարցը եւ այլն հնչել են, բայց կոնկրետ թե ինչու է այդպես, երբեք որևէ լրատվամիջոց չի փորձել բացահայտել կամ փորձել անդրադառնալ այդ խնդիրներին։
Այժմ անդրադառնանք այդ խնդիրներից հետևյալին։ Ես ասացի, որ լրատվամիջոցների հարցը դա փակվում է, որտեղ դրա միջոցով հնարին էր բարձրացնել այս հարցը։ Երկրորդը անդրադառնանք, թե ինչու պետական որևէ միջոց կամ մարմին այս հարցը չի բարձրացրել, կամ այնտեղ չի բարձրացրել այս հարցը։ Նայենք մեր ազգային ժողովին եւ նախագահներին եւ այլն քաղաքական կուսակցություններին։ Բոլորը գիտենք, որ այդ իշխանությունների լիազորությունները տրվում են սահմանադրությամբ։ Առանց սահմանադրության ոչ մի լիազորություն գոյություն չունի։ Տարբեր երկրներում կա սահմանադրություն կամ օրենքների հավաքածու։ Բայց ովքեր տեղյակ են քաղաքական անցուդարձին կամ այս 35 տարվա պատմությանը, քաջ լավատեղյակ են, որ բոլոր 3 սահմանադրությունները, որոնք ընդունված են այս անկախությունից հետո, բոլորը կեղծված են։ Այդ մասին նույնիսկ վարչապետը Ազատության ռադիոկայանում հայտարարեց։ Բայց զարմանալին ինչն է, նույնիսկ վարչապետի հայտարարությունից հետո, չնայած բոլորը գիտեն դրա մասին, ոչ մի արձագանք չեղավ։ Ոչ մի կուսակցության, ոչ մի խմբավորման, ոչ մի պատգամավորի, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի, ոչ մի լրատվամիջոցի միջոցով։ Բայց գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ բոլոր միջազգային պայմանագիրները, բոլոր որոշումները, սեփականաշումներից մնացած բոլոր օրենքները անօրինական են։ Դե պատկերացնում եք ինչ է սա նշանակում։ Անօրեն իշխանություն, անօրեն պայմանագրեր, ժողովրդի իրավունքների բացարձակ ոտնահարում։ Սա պետական իշխանության զավթում է։ Ցանկացած ազգ, երբ զրկվում է իշխանությունից, թշնամին է զավթում իշխանությունը եւ այնուհետեւ վարվում այդ ազգի հետ այնպես, ինչպես կցանկանում է։ Այսինքն սա ամենածանր հանցագործությունն է։ Նույնիսկ մարդասպանությունները չեն կարող ավելի ծանր լինել։ Սա մի 1000 անգամ ավելի ծանր հանցագործություն է։ Բայց ձեզ չի զարմացնում, չէ՞, ինչու հանկարծ նման հանցագործության մասին վարչապետը հայտարարում է եւ ոչ մի կուսակցություն, ոչ մի լրատվամիջոց չի անդրադառնում այս հարցին։ Ձեզ հարց չեք տվել ինչու։ Խնդիրը համակարգի մեջ է, որտեղ այս համակարգում չի կարող բացարձակ ազնի մարդը բարձրանալ վերև, բացարձակ հայրենասերը բարձրանալ վերև, թե պատգամավոր դառնալ, թե լրատվամիջոցում տեղ գտնել։ Թեմաներ, որոնք արգելված են արտաքին ուժերի եւ տեղական իշխանությունների կողմից, խմբավորումների, որոնք ձգտում են իշխանության։ Կուսակցությունը դա խմբավորում է, որը ձգտում է իշխանության։ Հետևաբար նա երբեք չի անդրադառնա եւ չի ցանկանա, որպեսզի այդ իշխանությունը վերածվի ծառայի, ժողովրդի ծառայի, որտեղ ինքը չի կարող գործել անպատասխանատու, լեկտիաբար ստել այս կամ այն հարցում։ Այդպես եղել է միշտ Բուրգադև ցանկացած կառավարման համակարգում։ Եվ այդպես կլինի ապագայում, եթե այդ համակարգը այդպես էլ մնա։ Այժմ անդրադառնանք ճանապարհին, որովհետեւ մենք կարողանանք իսկապես միասնական ազգ ունենալ, արագ զարգացում ունենալ, համախմբված ազգ ունենալ, հավատով լցված եւ միասնական, որովհետեւ մեր երեխաները, ընտանիքները իսկապես երջանիկ լինեն, մեկը մյուսին հարգանքով լինեն։ Այս ամենի համար մենք պետք է ստեղծենք այդ միջավայրը։ Ինչպես կարելի է դա անել։ Դրա համար ընդհանրապես պետք է համազգային, շեշտում եմ, ոչ թե հայաստանյան, այլ համազգային 4 հանձնաժողով հրավիրել։ Առաջինը սահմանադրական, որ ամենակարևորն է։ Երկրորդը տնտեսական հիմնադրույթների հանձնաժողով, երրորդը քաղաքակրթության, չորրորդը լեզվի։ Ես կառաջարկեի հետևյալ տարբերակը, ունեք Հայաստանի ամեն մարզերից մեկական, Երևանի համայնքներից մեկական, այսինքն 22 անդամ, ես Սփյուռքահայությունից 22 անդամ, կախված ըստ տարածքի, ըստ պետության, ըստ քանակի հայերի։ Եվ այդ համաժողովը բաց պետք է քննարկի առաջարկություններով, ամեն մի տեխնացու պետք է կապված լինի իր տարածաշրջանի հետ, առաջարկներ ստանա, քննարկեն
որպեսզի կարողանան լավագույն տարբերակն առաջարկել։ Այդ հանձնաժողովները պետք է կարողանան ներկայացնել լավագույն տարբերակը, հասկանալով, որ պետությունն ազգային սարք ունեն, կառուցում են, ոչ թե 4-5 տարվա համար, այլ դարերի համար, զերունդների, զավակի թոռների ու ծոռների համար։ Այն չի կարող ամեն մի գալացողի նախագահի կամ ասենք ինչ-որ մի խմբավորման համար պետություն կառուցել կամ սահմանադրություն ընդունել։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք մենք կառուցել իսկապես ազգային պետություն, որտեղ անձի գայթակղությունները կամ ասենք շեղումները չեն կարող ազդել ազգի ընթացքին կամ պետական գործընթացներին։ Եթե դուք կարծում եք, որ կարելի է ինչ-որ ազնիվ մարդկանց ընտրել, ապա սխալվում եք։ Շարժման ժամանակ հազարավոր ազնիվ տղաներ կային, հազարավոր ազնիվ աղջիկներ կային։ Արդյունքում ինչ ստացվեց։ Որքան գայթակղությունից ետ կանգնեցին։ Հասարակությունն այդպիսին է, անկախ ազգից, դուք հայ եք, հույն եք, ամերիկացի եք, թե ռուս եք, ոչ մի կապ չունի։ Հասարակությունն ունի իր օրենքները, իր ընթացքը։ Ֆանատները, որոնք կարող են չենթարկվել որևէ կանի եւ պայքարել, նրանք չնչին քանակ են կազմում։ Հիշեք, չնչին քանակ։ Եվ այդ չնչին քանակը դուք չեք կարող գտնել, որտեվ արարիչը ոչ մեկի ճակատից չի դաջել, որ սա հենց այդ հայրասերն է։ Դուք չեք կարող ջոկել։ Եվ դարի ընթացքում կարող եք հազարավոր ընտրություններ անել, միևնույն է այդ մարդկանց չգտնել։ Այսպիսով, այդ 4 հանձնաժողովների կառուցումից է կախված, որպեսզի կառուցվի Հայաստանի պետությունը, կառուցվի միասնական ազգը, եւ մեր ապագան կարող է լավագույնը լինել, հասնել այնպիսի արդյունքների, որոնք նույնիսկ դուք չեք պատկերացնում։ Այդ գործընթացը կարելի է սկսել հետևյալ կերպ։ Որպեսզի դա սկսի, պետք է նախաձեռնող քաղաքացիական խումբ ձևավորվի, որը հայտ կներկայացնի կամ համաժողովի կամ հանրահավաքի միջոցով կառաջարկի ներկայ իշխանություններին այդ 4 հանձնաժողովները հրավիրելու համար։ Չեն հրավիրի, մեկ շաբաթ հետո կպահանջվի, չեն անի, արդեն կհետևի իրավական քայլերը, պատասխանատվությունը, խնդիրների բարձրացումը, իսկ 4-րդը արդեն կլինի ձեր համար պարզ երևույթներ։ Այս խնդիրը լուծելու համար ընդամենը մեկ բան է պետք։ Ոչ թե լսել ինձ կամ մյուսին, այլ ինչ որ դուք լսեցիք, ինքներդ անալիզ արեք, ինքներդ ձեր մեջ փորձեք տրամաբանելու հասկանալ, չէ որ ասում են ամեն հայ մի թագավոր, ամեն մի աղջիկ մի թագուհի։ Դուք կարող եք ինքներդ վերլուծել այս ամենը, ինչ լսեցիք, եւ գալ այն եզրակացության, որ առանց որևէ ընդհարումների կարելի է միայն այս ճանապարհով, ոչ թե աթոռի կռվով, ոչ թե պաշտոնի կռվով, մեկ իշխանությունը մեկ խմբից մյուսին հանձնելով երկիր կառուցել։ Դուք առաջինը պետք է ստեղծեք այդ միջավայրը, որ այդ միջավայրը միայն արժանները բարձրանան անկախ անձերի ցանկությունից, շեշտում եմ, անկախ անձերի ցանկությունից։ Դրա համար ես նոյեմբերի 7-ին, 8-ին, 14-ին ժամը կլինեմ Ազատության հրապարակում, եւ ովքեր ցանկանում են նախաձեռնող խմբի գործունեությանը մասնակցել, կարող են հավաքվել այնտեղ եւ արդեն ձևավորել այդ նախաձեռնող խումբը եւ անցնել քայլերին։ Եթե այս ուղերձը տարածվի եւ իրոք ովքեր սիրում են իրենց հայրենիք, իրենց զավակները եւ չեն ձգտում ոչ մի իշխանության, ոչ մի առավելության, այլ ուզում են պարզապես երկիր ունենալ, որտեղ իրենց զավակները եւ իրենք նորմալ կապրեն, ապահով կլինեն, կհզորանա հայրենիքը, նրանք կարող են գալ այնտեղ, անհրաժեշտ հարցերի պատասխաններ ստանալ եւ համատեղ սկսել ազգային պետության շինարարության գործընթացը։ Հիշեցնում եմ, նման քայլերը կատարվում են միմյանց սեփական հայրենիքի, սեփական ժողովրդի, սեփական մանուկների
ազգի սիրո հիմքի վրա, ոչ թե ատելության։ Միայն սիրո հիմքի վրա կարող ենք այնտեղ հավաքվել։ Ատելության հիմքի վրա երբեք հնարավոր չէ համախմբել ազգը։ Եվ մեր գործընթացները կարող են արագ ընթաց ստանալ։ Դա կախված է միայն նրանից, թե ինչքան արագ դուք կտարածեք այս ուղերձը մյուս քաղաքացիներին, հատկապես Սփյուռքահայությանը, որովհետեւ նրանք էլ տեղեկացած լինեն եւ միանան այս գործընթացին։ Սա իշխանության համար կռիվ չէ, սա ազգային պետության շինարարության խնդիր է։ Այսպեսով սպասում եմ ձեզ հոկտեմբերի 7-ին, մինչև 7-ը ես խնդրում եմ տարածեք, ամեն մեկը ինքնուրույն վերլուծեք։ Դուք ամեն մեկը սեփական տրամաբանություն ունեք եւ կարող եք ամեն ինչ վերլուծել այնպես, ինչպես դուք եք հասկանում, որքան կարողացա ես, միգուցե թերի, միգուցե լավ, միգուցե վատ, բացատրել այս պետական շինարարության այս գաղտնիքները, այն ինչ որ միջև հիմա արգելված է, շեշտում եմ, միջև հիմա լրատվությունում փորձել ենք այդպիսի քայլեր եւ դասախոսություններ, ոչ միտեղ դա չի հաջողվել, որտեղ այս գիտելիքը վտանգավոր է ցանկացած իշխանության եւ հատկապես արտաքին ուժերի համար։ Բայց երբ որ տիրապետի քաղաքացին նման գիտելիքին, ապա նա չի վազի այս կուսակցության հետևից։ Նա կփորձի կառուցել իր տունը, որպեսզի այլևս նման խնդիրների, նման կոնֆլիկտների առջև չկանգնի։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք, կշարունակենք։ Տեսնենք։